Խուճապն ինքն է ապացույցը։ Երևանի մեծ եվրոպական գագաթնաժողովից հետո ռուսական մեդիան արձագանքեց այնպես, կարծես Հայաստանը արգելված բան էր արել։ Կոմերսանտը գրեց, որ Երևանը դարձել էր համաշխարհային դիվանագիտության կենտրոն, մոտ 50 երկրների և առաջին Հայաստան ԵՄ գագաթնաժողովի մասնակցությամբ։ Բայց հետո դա ներկայացրեց որպես Փաշինյանին նախընտրական աջակցություն։ Զախարովան ավելի առաջ գնաց, ասաց. Հայաստանը խոստացել էր Ռուսաստանի դեմ քայլեր չանել։ Մի պահ մտածեք, երբվանից է Եվրոպայի հետ հանդիպելը քայլ Ռուսաստանի դեմ։ Հետո եկան քարոզչական վերնագրերը։ EA Daily-ն գրեց, թե Մակրոնն ու Փաշինյանը ուզում են բոլոր ռուսներին դուրս հանել և Հայաստանը վաճառել Թուրքիային։ Վիզզեգլյատը գրեց, թե Զելենսկին եկել էր Փաշինյանին սովորեցնելու, ինչպես խզել կապերը Ռուսաստանի հետ։ Սա նորմալ վերլուծություն չէ, սա խուճապ է։ Եվրոպան խոսում էր վիզաների, տրանսպորտի, էներգետիկայի, ներդրումների, կիբերանվտանգության և ապատեղեկատվության դեմ աջակցության մասին։ Ռուսական քարոզչությունը լսեց միայն մեկ բան. Հայաստանը Մոսկվայից առաջինը թույլտվություն չի հարցնում։ Դրա համար են զայրացած։ Ոչ թե Եվրոպան հարձակվել է Հայաստանի վրա, ոչ թե Հայաստանը հարձակվել է Ռուսաստանի վրա, այլ որովհետև Հայաստան ունի տարբերակներ։ Իսկ Մոսկվայի համար տարբերակներ ունեցող Հայաստանը արդեն խնդիր է։